Սկզբում Աստված ստեղծեց երկինքը և երկիրը, և երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա, և Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասեց. «Լույս լինի», և լույս եղավ։ Եվ Աստված տեսավ լույսը, որ բարի է։ Եվ Աստված բաժանեց լույսը խավարիցը։ Եվ Աստված լույսը կոչեց ցերեկ, և խավարը կոչեց գիշեր։ Եվ իրիկուն և առավոտ եղավ առաջին օրը։ Եվ Աստված ասեց. «Ջրերի մեջտեղը հաստատություն լինի, որ ջրերը ջրերիցը բաժանե»։ Եվ Աստված շինեց հաստատությունը, և բաժանեց հաստատության տակի ջրերը հաստատության վրա եղող ջրերիցը։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված հաստատությունը կոչեց երկինք։ Եվ իրիկուն և առավոտ եղավ երկրորդ օրը։ Եվ Աստված ասեց. «Երկնքի տակի ջրերը մեկտեղ ժողովվին, և ցամաքը երևա, և այնպես եղավ։ Եվ Աստված ցամաքը կոչեց երկիր, և ջրերի ժողովը կոչեց ծով։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասեց. «Երկիրը կանաչ խոտ բուսցնե, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իրանում լինի երկրի վրա»։ Եվ այնպես եղավ։ Եվ երկիրը կանաչ խոտ հանեց, սերմ տվող խոտ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմն իրանում է իր տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ իրիկուն և առավոտ եղավ երրորդ օրը։ Եվ Աստված ասեց. «Լուսավորներ լինին երկնքի հաստատությունումը, որ ցերեկը գիշերիցը բաժանեն, և նշանների և ժամանակների և օրերի և տարիների համար լինին։ Եվ լուսավորներ լինին երկնքի հաստատությունումը, որ երկրի վրա լույս տան։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված երկու մեծ լուսավորները շինեց. մեծ լուսավորը ցերեկին իշխելու համար, և փոքր լուսավորը գիշերին իշխելու համար, և աստղերը։ Եվ Աստված նրանց դրավ երկնքի հաստատությունումը, որ երկրի վրա լույս տան, և ցերեկի ու գիշերի վրա իշխեն, և լույսը խավարիցը բաժանեն։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ իրիկուն և առավոտ եղավ չորրորդ օրը։ Եվ Աստված ասեց. «Ջրերը եռան կենդանի շունչ ունեցող ձեռուններով, և թռչուններ թռչեն երկրի վրա երկնքի հաստատության երեսին»։ Եվ Աստված ստեղծեց մեծամեծ գետերը և բոլոր կենդանի շունչ ունեցող սողունները, որ ջրերը եռացին նրանցով նրանց տեսակի պես, և բոլոր թևավոր թռչուններն իրանց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված օրհնեց նրանց ասելով. «Աճեցեք և շատացեք, և լցրեք ծովերի միջի ջրերը, և թռչունները շատանան երկրի վրա»։ Եվ իրիկուն և առավոտ եղավ հինգերորդ օրը։ Եվ Աստված ասեց. «Երկիրը շնչավոր կենդանի հանե իր տեսակի պես, անասուններ և սողուններ, և երկրի գազաններ իրանց տեսակի պես»։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված երկրի գազանները ստեղծեց նրանց տեսակի պես, և անասուններն իրանց տեսակի պես, և գետնի բոլոր սողուններն իրանց տեսակի պես։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասեց. «Մեր պատկերովը և մեր նմանության պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների և երկնքի թռչունների, և անասունների և բոլոր երկրի վրա, և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը։ Աստծո պատկերովը ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց։ Եվ Աստված օրհնեց նրանց։ Եվ Աստված ասաց նրանց. «Աճեցեք և շատացեք, և լցրեք երկիրը, և տիրեցեք նրան, և իշխեցեք ծովի ձկների և երկնքի թռչունների վրա, և երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա»։ Եվ Աստված ասեց. «Ահա ամեն խոտը, որ սերմ ունի բոլոր երկրի վրա, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ձեզ տվի, որ ձեզ համար կերակուր լինի։ Եվ երկրի բոլոր կենդանիների և երկնքի բոլոր թռչունների և երկրի վրա բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, ամեն կանաչ խոտը կերակուր լինի»։ Եվ այնպես եղավ։ Եվ Աստված տեսավ բոլորն, ինչ որ արել էր, և ահա շատ բարի էր։ Եվ իրիկուն և առավոտ եղավ վեցերորդ օրը։
Եվ կատարվեցան երկինքն ու երկիրը և նրանց բոլոր զարդերը։ Եվ Աստված կատարեց 7-րդ օրում իր գործքը, որ արավ։ Եվ 7-րդ օրը հանգստացավ իր բոլոր գործքիցը, որ արավ։ Եվ Աստված օրհնեց 7-րդ օրը և սրբեց նրան, որովհետև նրանում հանգստացավ իր բոլոր գործքիցը, որ Աստված ստեղծեց և արավ։